Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 13-րդ գլուխ։ Բենյամինի դոհմեն Դավիթի նախկին հետևորդները։ Ահա սիգանոնք, որ սիգելակ եկան Դավիթիկով, երբ անթեր Գիսյան Սավուղի ներկայութենեն հերու կմնար։ Ասոնք զորավորներեն լալով բادرազմի մեջ կօգնեին։ Աղեղներով սպառազինված էին ու բարսադիկով քարեր եւ աղեղով նետեր արձակելու համար թե աճ եւ թե ցախ ցերկը կգործածեին։ Անոնք Սավուղի եղբայրներեն Փենիամինյաններեն էին։ Անոնց գլխավորն էր Ակիեզեր, հետո Հովաս, երկուքն ալ Քափացի Սամայի որդիները, ապա Հեզիել ու Փաղետ, Ազամոթի որդիները, Փարակա եւ Անաթոֆտացի Հեյու, Քափաբոնացի Իսմայայի 30-ին մեջ զորավոր էր ու 30-ին վրա նշանակված էր։ Ապա Երեմիա, Հազիել, Հոհանան, Քաթերացի Հովզապատ, Եղիոզա, Հերիմովտ, Փահաղիա, Սամարիա, Հերուփացի Սապադիա, Երգանա, Հեսիա, Ազարիել, Հովեզեր, Հեսպաամ, Գորխիյանները եւ Քեթովրացի Հերոհամի որդիները, Հովելա ու Զապաթիա։ Քաթի դոհմեն Դավիթի հետևորդները։ Քաթյաններեն ալ Դավիթիկով մեկնեցան Անաբադին ամրության մեջ զորավոր գդրիչներ, բادرազմող զինվորներ, ասպար եւ քեղարդ գործածող։ Անոնց թեմքը արյուծի թեմքի կնման էր ու լերներու վրայի այծյամներուն պես արակաշարժ էին։ Առաջինն էր Եզեր, երկրորդը Աբթիա, երրորդը Եղիապ, չորրորդը Մասմանա, հինգերորդը Երեմիա, վեցերորդը Եթի, յոթներորդը Եղիել, ութերորդը Հոհանան, իններորդը Եղզապատ, 10-րդը Երեմիա, 11-րդը Մակապանա։ Ասոնք քաթի որդիներեն զորքին գլխավորներն էին, ամենեն բզդիգը 100-աբեդ էր, իսկ ամենամեծը 1000-աբեդ։ Ասոնք էին, որ առաջին ամիսը հորտանանեն անցան, երբ ճուրը իր բոլոր ափերը ողողեր էր ու հովիտներուն բոլոր բնակիչները փախցուցին թեպի արևելք եւ արևմուտք։ Փենյամինեն եւ Հութայեն հետևորդներ։ Փենյամինի ու Հութայի որդիներեն ալ եկան Դավիթիկով ամրության մեջ։ Դավիթ դուրս ելավ անոնց արջև եւ անոնց պատասխանեց. Եթե խաղաղության համար եկած եք, որ ինձի օգնեք, իմ սիրտս ցեզի հետ պիտի միապանի։ Իսկ եթե զիս թշնամիներուս ցերկը խապեությամբ մատնելու համար եկած եք, թեև ցերկերուս մեջ բռնությունը չկա, մեր հայրերուն Աստվածը թող տեսնե ու գշտամփե։ Զորավարներուն գլխավորին Ամեսայի վրա հոգին հանգչեցավ եւ ասավ. մենք քուգդ ենք, ով Դավիթ, ու քեզի հետ պիտի լանք, ով Հեսեի որդի, խաղաղություն, խաղաղություն քեզի եւ խաղաղություն քո օգնականներուդ, քանի քո Աստվածդ քեզի գոքնե։ Այն ադեն Դավիթ զանոնք ընդունեց ու զանոնք իր քունտին գլխավորներուն մեջ դրավ։ Մանասեեն հետևորդներ։ Մանասեեն ալ Դավիթի գոմը անցան, երբ ան փղշտացներուն հետ Սավուղի թեմ բادرազմելու կնաց, բայց անոնց չօգնեցին, քանի որ փղշտացներուն նախարարները խորտակցել է յետ զայն արձակեցին ասելով. ասիկա մեր գլուխներուն քինով իր դիրոջ Սավուղի գոմը պիտի անցնի։ Երբ ան Սիգելակ կերտար, Մանասեեն յետնա Հովզապատ, Եթիել, Միքայել, Հովզապատ, Եղիուս ու Սախթի Մանասեի հազարաբետները անոր գոմ անցան։ Ասոնք Դավիթի օգնեցին ասպադակներու քունտին վրա հարձակելով, որտեղ բոլորն ալ զորավոր գդրիչներ էին եւ զորապաժիներու բեդեր եղան։ Արտարև այդ ադեն օրե-օր Դավիթի գուկային անոր օգնելու համար, մինչեւ որ մեծ բանակ ունեցավ Աստծո բանակին պես։ Դավիթի զորքերուն ցանկը։ Ավասիկ թիվերը այն զինյալ զորքերուն, որոնք Դավիթի եկան Քեփրոն, որբեսի դիրոջ հրամանին համաձայն անոր փոխանցեն Սավուղի թագավորությունը։ Հութայի որդիներեն ասպար ու քեղարդ գրող 6800 զինյալ զորք, Շմավոնի որդիներեն 7100 զորավոր գդրիչ զինվորության համար, Ղևիի որդիներեն 4600, նաև
Ահարոնյաններուն առաջնորդը Հովյաթա եւ անոր հետ 3700 մարդ, Սաթովք, զորավոր ու գդրիչ երդասարտը եւ անոր հոր դունեն 22 բեդ։ Սավուղի եղբայրներեն Բենյամինի որդիներեն 3000 մարդ, քանի որ մինչև այդ ադեն անոնց մեծամասնությունը Սավուղի դան բահբանություն գներ։ Եփրեմի որդիներեն իրենց նահաբեդություններուն անվանի մարտիկը 20800 զորավոր գդրիչներ։ Մանասեի գես դոհմեն 18000 մարդիկ, որոնք իրենց անուններով որոշվեցան երթալու եւ Դավիթը թագավոր հռչակելու։ Իսաքարի որդիներեն 200 իմաստուն գլխավորներ, որոնք ժամանակները հասկանալով գիտեին թե Իսրայել ինչ ընելու է եւ անոնց հրամանին ենթարկվող անոնց բոլոր եղբայրները։ Զապուղոնեն զինվորության կացող եւ ամեն տեսակ բادرազմական զենքերով բادرազմի շարվող 50000 մարդ, որոնք մեկ սիրտով գարկով գշարվեին։ Նեփտաղիմեն 1000 բեդ եւ անոնց հետ 37000 ասպարավոր ու նիզակավոր մարդ։ Թանյաններեն 28600 բادرազմի շարվողներ, ասերեն 40000 զինվորության կացող բادرազմի շարվողներ, Հորտանանի Անտիի գոմեն Ռուփենյաններեն, Քաթյաններեն եւ Մանասեին գես դոմեն ամեն տեսակ բادرազմական զենքերով բادرազմող 120000 մարդ։ Գարկով շարվող այս բոլոր բادرազմիկները գադարյալ սիրտով Քեփրոն եկան Դավիթը ամբողջ Իսրայելի վրա թագավոր հռչակելու համար։ Նաեւ ամբողջ մնացած Իսրայելն ալ մեկ սիրտով էր Դավիթը թագավոր հռչակելու։ Հոն 3 օր մնացին Դավիթի հետ ուդելով ու խմելով, քանի որ անոնց եղբայրները իրենց համար ուդելիք պատրաստել էին։ Նույնիսկ անոնց մոտ եղողները մինչև Իսաքար, Զապուղոն եւ Նեփտաղիմ էշերով, ուղդերով, չորիներով ու եզներով հաց բերին, նաեւ ուդելիքի համար ալյուր, չոր թուզի շարոցներ, չամիչի ողգույզներ, քինի, յուղ, արչարներ ու ոչխարներ արադությամբ, որովհետև Իսրայելի մեջ ուրախություն կար։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։